դա բոլորիս է վերաբերվում եւ նա զգացել է այդ էներգիան, որ մենք այստեղ բոլորս միասին, ձեզ հետ միասին իրեն տվել ենք այս ընթացքում։ Ես հուսով եմ, որ նա մենք գնալով իր պահանջների հետքերով նա իսկապես կդադարեցնի, որտեղ նա սկզբունքային մարդ է, հայրենասեր է ու մեզ այդպեսին է պետք։ Ձերքին թանկության ներողություն շարունակություն էր ուղղակի։ Մենք արտանատեսն ենք եղել, թե ինչպես ներկայիս կառավարությունը քարտեզներ հանձներ ժամանակին ադրբեջանական կառավարությանը եւ դրա դիմաց ասաց, որ դրա դիմաց գերիներ արձակվեցին։ Գիտենք նաև, որ այս դատավարության ընթացքում մասնավորապես 3 անուններ արդեն իսկ հնչեցին Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների Արցախում, երբ հավաքներ են տեղի ունեցել, այսինքն մի շարք մարդկանց անուններ են։ Դուք հնարավոր համարում եք, որ ներկայիս իշխանությունը ընդունակ է նրան, որ ցուցակներ, այսինքն այդ մարդկանց ցուցակներ տրամադրի Բաքվի ռեժիմին եւ տեղը պահանջի 23 այս մեր գերիներին, ովքեր այժմ Ես գիտեմ, որ այդ ցուցակը ավելի ընդհանրացակ է, քան այս պահին հրապարակվել է 100, ասում են նաև 300 կամ թվեր են եւ կարող է դուք եք դրա մեջ։ Ուզում եմ ասել, այնքան պահանջ ունի Բաքուն այս իշխանություններից եւ նրանք կետ առ կետ կատարում են նրանց պահանջները, հանձնելով ամեն բան, չստանալով ոչինչ։ Մի ցավալի բան կա, որ մենք բոլորս ընկալում ենք, որ այս իշխանությունները նաև շահառուն են այս մարդկանց ընդ գտնվելու եւ նրանք շահագրգիռ չեն, որ կոնկրետ ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա։ Եվ ահա խաղաղության պայմանագրի իրենց թղթի նախապայման Բաքուն դնելու է նաև այդ պահանջը։ Ինչ են դնում։ Այնքան են ամեն ինչ արել, որ նա ուղղակի ամեն բան պահանջելու։ Հիմա ինչ, եթե այս մարդկան չտա, Ադրբեջանը պիտի հարձակվի։ Հիմա այս սրանով են ասելու, գիտեք, եկեք դες հանձնենք, որ Ադրբեջանը չգրեք։ Ես չգիտեմ ինչ կա։ Ամեն բանի ունակ իշխանությունը բաց իմաստով ընդունակ եւ համատարած անիշխանությունը միայն աթոռ պահելու համար կտեսնեմ, եթե դա կօգնի աթոռը պահելուն կամ եթե ոչ։ Տիկին Թանդելյան, իշխանությունների վարկանիշը ըստ էության սրընթաց անընդհատ իջնում ու իջնում է եւ դուք էլ ասացիք, որ ընտրություններին պատրաստվելու խնդիր ունեն։ Բոլոր տրամաբանական բանաձևերով պիտի իրենք ցանկանան, որ գերիները վերադարձան, որտեղ դա PR հրաշալի քայլ կլինի։ Լավ, ինչու չեն ուզում, որ վերադառնա։ Ինչու օրինակ Ռուբեն Վարդանյանը չեն ցանկանում, որ վերադառնա։ Պատկերացնեք Ռուբեն Վարդանյանը վերադառնա, իրենց վերընտրվելու հավանականությունը ինչքան է բարձրանում։ Ինչու չեն ցանկանում։ Օրինակ, եթե չգիտեմ։ Նրանք բոլոր հայրենասերներից ալերգիա ու վախում են։ Նրանք չեն ուզենալու այս մարդկանց վերադարձը, որովհետև նրանք հասկանում են, որ այս մարդիկ հեղինակություն ունեն հայ ժողովրդի մեջ, իսկ նրանք բոլոր հեղինակություն ունեցող մարդկանց վարկաբեկելու, այսպես կորցնելու մոլուցքով տարված են իրենց ֆեյքերով, իրենց պոակներով, ֆեյքերի զբաղված են դրանով, ամեն բան փորձում են նաև այս պահին Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի դեմ սկսել է չաշխատել, ինչի համար վախ։ Եթե նրանց վերադարձը կծառայի դրան, քավնից Բաքվի բանտում հայ մարդ չպիտի մնա։ Ես կրկնում եմ, իշխանություններին կփոխենք վաղ թե ուշ, բայց մեր արժանապատվությունը պիտի պաշտպանենք այսօր։ Այդ հայորդիները պիտի վերադառնան, հետո մենք ասում եմ, բոլոր իրենց օրենքներն էլ կփոխենք, այն անիմաստ, անբովանդակ, անտեղի էս տնտեսությունը վարի տված, հարկերը չգիտեմ ուր հասցրած, խայտարակ վիճակ, արտաքին պարտքը նայեք, ես չեմ ուզում ուղղակի տնտեսական մանրամասների մեջ մտնեմ, բայց այն ինչ կատարվում է այսօր, դա պոպուլիստական իշխանություն է։ Փող է հավաքում ձեզանից, բաժանում որպեսզի ընտրվի ու շրջագայում աշխարհով մեկ, ուրիշ անելիք չունի։ Եվ այս ամենը փոխելի է, սա վերականգնելի է, բայց մեր տրորված արժանապատվությունը, մեր ամոթը, մենք դժվար մեր այդ խարանը մեր դեմքից մաքրենք, եթե պահանջատեր չլինենք հայ գերիների վերադարձին։ Ինչ գնով ուզում է թող անեն, իրենք դիմանան, որ այդ իրենց իշխանությունն է արժան։ Տիկին Թանդելյան, ինձ նոր հուշեցին, ես էլ ձեզ հուշեմ,
ՄԱԿ-ի գրասենյակը Բաքվում պահանջել է փակել եւ արդեն գործողություններ է կատարում այդ ուղղությամբ։ Կարմիր խաչի մասով ես հիշում եի, այդ թեման ակտիվ էր, որ Կարմիր խաչի գրասենյակի փակման հարցը առաջ են քաշել։ Հիմա նաեւ ՄԱԿ-ի գրասենյակը իր 4 ենթակառուցվածքներով կամ ճյուղերով փակում է։ Հիմա եթե դուք ուրբաթօրը գնալու եք Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիան եք պահանջելով, որ իրենք պահանջեն այնտեղի իրենց գործընկերը գնա մասնակցի, որ ես դա չեմ մոռացել եւ այո առանց որևէ բան անելու են չէ փակում բան չեն արել փակում են չէ այդ բան չանելու արդյունք է դե թող քանի այնտեղ են գործողություն անեն ու եթե պետք է այդպիսի գրասենյակներ փակի բա ՄԱԿ կառույցը ասելիք չի ունենալու Ադրբեջանում մենք հիմի պիտի պահանջենք որ պատժամիջոցներ կիրառվեն ձեր դեմքին թքում է Ադրբեջանը բա անելիք չկա այդ կառույցը ինչի համար ու մենք պիտի պահանջենք սանկցիաներ կիրառեք այդ գործողությունների նաև համար սա պիտի անընդհատ պահանջատիրություն լինի մենք պիտի չհոգնենք այո ինչ որ բան կարող է անարդյունավետ լինել բայց պիտի քարը կաթիլով ծակենք Եվ մի բան էլ Ռուբեն Վարդանյանի վերջին լուսանկարները ու այդ դատավարությունից կեղծ մենք տեսանք չգիտեմ դուք նրա հետ թարմ տեղեկությունը բացի դրանից ինչ որ տեսանք դուք ինչ այլ տեղեկություն ունեք արդյոք նա դադարեցրել է հացադուլը թե շարունակում է եւ այսպես գնալով իր առողջությանը էական վտանգ է սպառնալու նաեւ ձեր առողջական վիճակը ինչպես է ձեր եւ ձեր ընկերների Ինչպես ես սպասում էր ստորիից ցածր ցուցանիշներով Ես բարբերաբար մի քիչ երևի իմ կազմվածքից այդ տղաները մի քիչ ավելի ամրակազմ են, մի քիչ ավելի հաճախ են հիվանդանոց գնացել, բոլորի ցուցանիշները արդեն սկսում են լինել վտանգավոր, դա էլ է փաստ։ Ես նաև բժիշկներին եմ խոստացել, որ եթե վտանգավոր դառնա, նաև իրենց ականջալուր կլինեմ։ Ինչի եմ սա ասում, որ դուք դեռ մենք ոչինչ Հայաստանում ենք հայ բժիշկների վերահսկողության տակ, դուք մեր վիճակը տեսեք ու պատկերացրեք Ռուբենի հետ ինչա կատարվում։ Սա պիտի մենք զգանք, հասկանանք, տեսնենք։ Եվ այդ առումով դե այո, պիտի կազդուրվենք, հատուկ դիետայով պիտի դուրս գանք։ Մենք կազդուրվենք։ Մեզ մնում է մեր արժանապատվությունը, ուղենք մեր մեջ կշտկենք։ Ռուբենից նորություն ունեք, ինքը շարունակում Ինչ որ կա այս պահին դա է, գիտեմ որ շարունակում է, բայց նաև շատ հույս ունեմ, որ ինքն էլ պիտի իմանա ու իմացա, որ իրեն սպասում են իր ընտանիքը հատկապես։ Ես հույս ունեմ, որ պիտի դադարեցնի, բայց մենք պիտի զբաղվենք պատճառների վերացմամբ, որի համար նա հացադուլ է սկսել եւ զբաղվենք դրանով այնպես, որ այլևս երրորդ անգամ կամ նրանցից մնացած գերնից որը մեկ առաջին անգամ հացադուլ այլևս չանեն, որտեղ իրենք մեզ ողջ ու առողջ են։ Երևի ամփոփենք հա սիրելի ժառանգներ, խնդրում եմ, շատ շնորհակալ եմ ձեզ բոլորի մասնակցության համար, շատ շնորհակալ եմ եւ ուզում եմ ընկերություն անենք այս հարցի շուրջ։ Չկա նորից եմ ասում, քաղաքական որևէ հայացք էստեղ, եկեք միասին տեր կանգնենք մեր հայրենիքին։ Ապրեք շատ։